Նկատի ունեմ, հիմա գիտեք, ես օրինակ մի այս դահլիճում տեղի ունեցած մի բանի մասին խոսեմ, ես հիշում եմ, որ եւ միջև հիմա էլ էտա, մենք ասում ենք, որ որոշեցինք, որ 75 թե 80 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները մենք տալիս ենք կանխիկ եւ ոչ թե անկանխիկ քարտով։ Ես միջև մեջ չեմ կարողանում հասկանալ, ճիշտ է, երբ որ ես ասում եմ, չէ, որ չէ, պետք չի բոլորին պետքա տալ քարտով, էլի անդադ չէ, չի լինի պրոբլեմ կլինի։ Ես չեմ հասկանում, ինչ պրոբլեմ կլինի։ Եվ ես վերջերս էլ համոզվեցի մի կոնկրետ դեպքով, որ թոշակը տանում են, թոշակի վրայից 500 դրամ թոշակը վերցնում են եւ թոշակառուն արդյունքում ասում են առաջի կարգի բանը 85 տարեկան թոշակառուն օրինակ տնից դուրս գալու դժվարություն ունի։ Ասում եմ ավելի լավ, տնից պետք չի դուրս գալ, քարտը կողքը դրած է։ Փողը նստում է քարտին։ Ու այդ համակարգային դիմադրությունը, որ ասում են, էս է, որ ունենց ասում են, մտածում են, որ այնուամենայնիվ կարող է այս բարդիկ վերջը մի բան գիտեն, էլի, որ սենց պնդում են, որ չէ, պետքա կանխիկ կլինի։ Եվ էլի ինչի ենք պատուհան թողում ամեն անգամ որոշ դեպքեր, որ չի Որն է այդ դեպքը, ես չեմ կարող հասկանալ։ Որն է այն դեպքը, որ պետքա բանով, թղթով սենց վերցնենք, դնենք թևներիս տակ, գնանք աճուրդ տա։ Որն է այդ դեպքը, ուզում եմ հասկանալ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Գուցե սահմանափակ շրջանառության գույքի կամ երկակի օբյեկտների, երկակի նշանակության օբյեկտների շրջանառության մասին կոնկրետ օրինակը եկեք։ Հիմա օրինակով չեմ կարող ասել, ես փորձում եմ գուշակել տրամաբանությունը, բայց օբյեկտիվ իրականության կյանքի հետ առնչվենք, թե չէ։ Ինչ որ սարսափազդու իրավիճակներ ենք մենք ստեղծում, ինչի համար է պետք ոչ միայն էլեկտրոնային, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ թող այդ գույքը չօտարվի։ Եթե միջև մի չի օտարվել, դիմացել ենք, էլի կդիմանանք։ Միայն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ դրա արդյունքում ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Կգտնենք լուծումը։ Միայն էլեկտրոնային։ Եվ թոշակառուներինն էլ, բոլոր թոշակառուներն կբերեք 2 շաբաթ ժամանակ։ Բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Եթե հակառակ բան եք ուզում ասեք, ձայն չեմ տալիս։ Բա ինչ եք ուզում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի դեպքի հետ կապված տարեցների հետ, տարեցների օրը, որ գնացել է 103 տարեկան տատիկի տուն, իր մոտ խնդիր էր թոշակի հետ կապված, խնդրելու ենք բանկերին, որ այն տարեցները, որոնք չեն կարողանալու մոդենան բանկ քարտ ստանալու համար, բանկերը մոդենան տարեցներին այդ քարտերը իրանց տրամադրելու համար այդպիսի խնդիր էին բարձրացրել տարեցները, այդ է ուզում ասել։ Այդ խնդիրը կա։ Ես էլ բարձրացրել էի այդ խնդիրը, որ կարանք այդ փոքր դեպքը, փոքր շրջանակի, դե որտեվ ինչքան են այդ մարդիկ։ Լավ, մի քանի հազար թող լինեն, կարող ենք խնդրել մեր բանկերին միասնական սոցիալական ծառայություններ ենք ստեղծել, તો ինչ ասես ստեղծել ենք։ Կարան այդ մարդիկ այդ ծառայությունը, կառավարությունը կարա բացառություն անի ինչ որ դեպքերում։ Հա, փոստով կարելի անել։ Հիմա ասում եմ, հունվարի 1-ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Բոլորը, առանց բացառության բոլորը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Որովհետև եթե մարդը չի կարող, ասում եմ մարդը չի կարողանում գնա խանութ, ասում եմ ավելի լավ իր համար, որովհետև իր քարտը փողն է տալիս ինչ որ մեկին, քարտը թող տա, ասի անկանխիկ արեք առևտուրը, մի հատ էլ հետ վճար կստանա, մի հատ էլ հետո եթե հարց ծագես մարդուն խաբել են, թե չէ, այս մեր 85 տարեկան թոշակառու տատիկին կամ պապիկին խաբել են, թե չէ, այդ ամբողջը հետագծելի կլինի, կտեսնենք ով ինչքան երբ որտեղ խաբեց։ Այսինքն հարցեր կան, որ տարիներով հնարավոր չի լինում լուծել, որովհետև
Շատ լավ, անում ենք միայն էլեկտրոնային, ուրիշ մեր պետական գույք վաճառել ուրիշ մեթոդ գոյություն չունի։ Համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, այստեղ գնագոյացման